Հիմա ես ասում եմ, ուրեմն կետ առաջին, մենք եղել ենք, կանք ու լինելու ենք խաղաղության, իրական խաղաղության կուսակցությունը, եղել ենք, կանք ու լինելու ենք, սա մեկ, երկրորդը, մենք կարծում ենք, որ այդ Նիկոլ Փաշինյանի այն թեզիսները, որ դե արդեն 1.5 տարի չեն կրակում, դեռ ժողովրդի մեջ մտել է այդ բանը, էլի, 1.5 տարի չեն կրակում, ուրեմն սա խաղաղությունը դա մի հատ մեծ կեղծիք է, որտեղ իրականում տեղի է ունեցել նախընտրական զինադադար, որովհետև եւ Ալիևին, եւ Էրդողանին, եւ այլ ուժերին նրանք շահագրգռված են Նիկոլ Փաշինյանին պահել իշխանության, իսկ հիմա եթե մի հատ կրակոց լինի Նիկոլ Փաշինյանի դիրքերը թույլատնելու են, իրանք ընդհանրապես պետք է իրան որպես իրանց կառավարելի գործիք շատ խաղաղ ձևով բերեն իշխանության, որից հետո ավելի են հասկանալու ճնշումները Հայաստանի վրա ու այստեղ Փաշինյանը անգամ դիմադրելու պոտենցիալ չի ունենալու, որովհետև ամբողջությամբ կախված է լինելու, հիմա էլ է կախված եւ ամբողջությամբ կախված է լինելու Ալիևից, Էրդողանից եւ այլն եւ այլն։